լավ դրական էմոցիաներ, կտրվեցինք արարողից, մի լավ ծիծաղացինք, հիանալի դերասանական անձնակազմեր աշխատում, մի քանի տեղեր ուղղակի փորձ ցավացել է, շատ լավն էր։ Տպավորված եմ ֆիլմը շատ լավն էր, անկեղծ ասած երբ որ տրեյլերը տեսանք մի քիչ մտածյալի ֆիլմերներ, բայց անկեղծ եմ ասում, շատ լավն էր։ Բավականին ծիծաղելի էր, հետաքրքիր էր, մի խոսքով լիքը լավ բաներ եմ ասում, դեմ ասել, էլ չասեմ, ինքը ընտիր դերասան է, ժողովուրդ ջան, դիտեք այս ֆիլմը, ինքը կայֆ բան է։ Շատ խնդալու բաներ կար մեջը, իրոք լավն էր, ստացվում։ Եվ ռեժիսորական առումով, եւ օպերատորի, եւ դերասանական ամբողջ անձնակազմից ուզեի շնորհավորել իսկ մկրտիչին առանձնահատուկ շնորհակալություն, որովհետեւ ներկա սերնդի իմ ամենահարգված դերասաններից։ Ագին ծիծաղացի, մեզ որ շատ բարձր տպավորություն է, շատ լավ։ Շատ լավ էր, կարևորը մակարդակով հումոր էր, կարելի է նաև երեխաներին թույլատրել նայել, շատ լավ է, շնորհավորում եմ։ Այնքան եմ ծիծաղացել, կարելի ասել բերանս ցավում է արդեն։ Իհարկե լավ դրական լիցքերով եւ էներգիաներով դուրս եկա կինոդահլիճից։ Դերասանական կազմից շատ գոհ եմ, շատ լավ ենք խաղում, շատ արդարացրել եմ բոլորը իրան։ Միանշանակ խորհուրդ կտամ բոլորին, ընդ որում շատ կարևոր, շատ ընտանեկան ֆիլմ է, 100%-ով ապահովված է ընտանեկան ֆիլմի դիտումը, այնպես որ բոլորին իհարկե խորհուրդ եմ տալիս այցելել։ Շատ բարձր մակարդակով նկարահանված ֆիլմ էր, շատ նուրբ հումոր ուներ, կարծում եմ ըստ աժանվին կգնահատվի հանդիսատեսի կողմից։ Մկրտիչ Արզումանյանի խաղն էլ ինչպես միշտ բարձրության վրա էր, իսկ Իվետան այնքան գեղեցիկ էր, որ աչքդ չես կարողանում կտրել իրենից կադրում։ Սցենարը գրվել է գրվել է 6-7 ամիս, բնականաբար ընթացքում պատկերացվել է դերասաններ, կաստինգ արվել, զուգահեռ փոխվել է ինչ-որ բան, երկար, բայց իրեն արդարացնող գործ էր։